Մեզ միացավ մեր հաղորդման լավ բարեկամ, սրնդաբան, հոգեբան, վերջացելի փորձագետ Մազելի Ազիզյանը, բարև ձեզ ևս մեկ անգամ, ուրախ եմ ձեզ եկել։ Հնչեց մի կարծիք, որտեղ կարծես թե մեր երկու կանայք էլ այդ խնդրի հետ առնչվել էին։ Արտագնա աշխատանք, ամուսնու, սիրող կինը մի դեպքում չի հանդուրժել, մյուս դեպքում կարծես թե եղել է մի քիչ հանդուրժողական, եւ այստեղ խոսվեց խանդի մասին, հա, խանդի, որ արդյոք տղամարդը երկար կարող է արտագնա աշխատանքում դիմակայել առանց կնոջ եւ արդյոք դա տեղի կունենա, արժի չարժի դիմանալ եւ առհասարակ ինչ եք մտածում այս ամենի մասին։ Նախ ասեմ, որ իրավիճակները երկու տարբեր են, բայց միևնույն ժամանակ մենք խոսում ենք երկու տարբեր իրավիճակի մասին, բայց տարբեր մարդիկ տարբեր տեսակի լուծում են տալիս նման իրավիճակներում։ Հիմա եթե նայենք առաջի տարբերակը, որտեղ որ արտագնա աշխատանք, որտեղ կինը տվել է վերջնակետ, կամ վերադառնում ենք, կամ վերջ։ Ճիշտ եմ հասկանում, դա ինչի մասին է խոսում։ Առաջին հերթին սահմանների, որտեղ որ ես այստեղ կամ հաստատել եմ իմ լինելը, ոչ թե սպասում եմ, որտեղ երբ որ մարդը սպասողական վիճակում է, ինքը քարացած է, կապ չունի, ուզում է կինը լինի, ուզում է տղամարդը լինի, իր մոտ ժամանակը կանգնած է, ինքը չգիտի ինքը այդ տղամարդու կինն է, ինքը չգիտի ինքը այս ինչ բանը որոշի անի, չանի, ազատ է թե ազատ չի, իր ժամանակը, այո, ու ինքը այդ բոլոր դերերը ավտոմատ թե տղամարդուց սկսում է դանդաղ իր վրա, իր մեջքի վրա հավաքել, ու գալիս է մի պահ հոգու խորքում զգում է, որ վերջ, էլ ոչ։ Բայց չէ որ կասեն սիրում է, թող դիմանա, մի քիչ է դիմանա։ Սերը ինքը հենց այդ ժամանակ ավելի ուժեղանում, երբ որ կինը ցույց է տալի, որ ինքը կին է, այլ ոչ թե համբերում է։ Համբերող կինը խոսել սիրո մասին մի քիչ էդի չակերտավոր է, որովհետև սերը մենք մարդիկ նայում են առ զգացմունք ու դեպի ինչ որ մեկից դեպի մեզ եկող։ Եթե ինքը ես իրան սիրում եմ, ինքը պետք է իմը լինի իմ կողքը։ Այո։ Կամ նույն սիրում եմ գինին, սիրում եմ ուտելիք, այսինքն ինչ որ դեպի ինձ, բայց իրականում սերը դա ավելի գիտակցություն է, ավելի հասկացողություն է ու վերաբերմունք, այ առաջի օրինակով եթե մենք հիշենք, ինձ արգելեցին, ասեցին նստի, բայց քանի որ ես սիրում եմ երգելը, քանի որ դա իմ մեջ կար, դա իմ էությունն էր, ես գտա ճանապարհ։ Դա խորը իմաստություն է, որտեղ կինը համ հասկանում է, այստեղ իմ սիրած եղակն է, ես պայքարելով, կռվով, ոչ մի լավ բանի չեմ հասնի, այստեղ կա, որ ես ժամանակավորապես հետ եմ կանգնում, ավելի հեռուն գնալու համար։ Հիմա մեր երկու կանացից ով է ավելի շատ սիրել։ Ով հանդուրժել է, թե նա ով քիչ թե շատ։ Սերը ոչ թե հանդուրժել է նշանակում, այլ սերը նշանակում է ինչ որտեղ զիջել, ինչ որտեղ ավելին տալ, ինչ որտեղ էլ եթե տեսնում ես, որ դիմացի մարդը ուղղակի քոնը չի բաց թողնել, քոնը չի։ Ահա։ Ուղղակի քոնը չի։ Բայց դա երբ ես հասկանում, որ քոնը չի։ Երբ արտագնա աշխատանքի ժամանակի տարածությունն է դա։ Տեսեք, արտագնա աշխատանքը ինքը տարբեր պատճառներով կարա լինի։ Օրինակ, առաջինը երբ որ տղամարդը տան մեջ լսված չի, երբ որ տղամարդը անդադ կնոջ համար անում է ու չի բավարարված ստանում, չի ճանաչում կնոջ կողմից ստանում, շատ հայ տղամարդիկ այդ չակերտավոր գնամ դրսում աշխատեմ, փախուստի միջոց է, իրանք չեն կարող կնոջ կանգնեն ասեն, գիտես, ես չեմ ուզում քո շարունակեմ, որտեվ դու ինձ չգիտեն, այսինքն ոչ թե չեն կարող, այլ չգիտեն, որ տենց էլ կարա լինի, որ ասեն ուղղակի, գիտես, դու սենց ես պահանջում, ես սենց։ Բայց եթե ամենասկզբից նույն կինն ու տղամարդը նստեն, իրանց արժեքներից խոսան, ինչ ենք ասում, հասուն տարիքում ավելի ճիշտ ամուսնանալը, որտեվ ինչ որ միտեղ ինքը ձևավորում արդեն իր սահմանները, ինքը գիտի, որ ես պետք է աշխատեմ, ես սիրում եմ իմ գումարը ունենալ ոչ թե նրա համար, որ պետք է քեզ պահեմ ով իմ ամուսին, այլ նրա համար, որտեվ ես ուզում եմ, ես էլ քո համար նվեր առնեմ, ճիշտ է, շատ կանայք այսօր հայ կանայք, երևի 80%-ը չեն աշխատում, ամուսնանում ու կարիերան իրաց ամուսնանալն է, то есть ամուսնացա ամենակարևոր կարիերան եմ ստացել, տանկին լինելու, երեխաներին դաստիարակ եմ, ոնց կարա կինը դաստիարակի երեխա, ձգտող, հասնող, հա, խոչընդոտներ հաղթահարող, եթե ինքը ոչ մի խոչընդոտ իր կյանքում չի հաղթահարում։ Ոնց։
Այ արտագնա աշխատանքը խոչընդոտ է այս համակարգում։ Օրինակ ես իմ կյանքում եմ բախվել, երբ որ մենք ամուսնուս հետ դեռ ամուսնացած չէինք, կար իրավիճակ, որ պետք է ինքը մեկներ, ասի կամ միասին են գնալու կամ չեն գնալու։ Որոշում բոլորի կյանքում կարա լինի։ Հարց. դե մնա բան, եթե կինը համաձայնվում է ինչ որ միտեղ զոհի դեր է իրան տուն, ես զոհ եմ, ես կմնամ, դու գնա աշխատի։ Կարա ինչ որ մի պահ լինի, որովհետև մենք բոլորս կյանքի տարբեր իրավիճակներում պլյուսի կամ մինուսի մեջ ենք լինում։ Ինչ սկզբում ինչ որ մեկ ավելի շատ է սիրում, հետո մյուսը ավելի այդպես է։ Այո, իհարկե։ Դե բալանսը փուլային է լինում։ Բալանսը ժամանակ չես սիրում։ Չէ, երբեք չի լինում, բայց գալիս է այն этаպը, երբ որ հասունանում է երկուսով իրար հետ հասկանում են։ Ես իմ օրինակով կարող եմ բերեմ, երբ որ ես զգում եմ ինչ որ միտեղ ավելի շատ ես գնում եմ իմ եսը, ես ստվերի տակ եմ դնում իմ ամուսնու էությունը։ Այդտեղ հարց, ես զգում եմ։ Ինձ ոչ մեկ չի ասում, ես դա զգում եմ, ու երբ որ ես զգում եմ, ինչ պետք է անեմ, դանդաղացնեմ արագությունը։ Նազելի ջան, կինն է ավելի շատ բան պատրաստ հանուն սիրո, թե տղամարդը։ Այ օրինակ կանայք հաճախ հանուն սիրելի պատրաստ են իրենց արտաքինը փոխել անգամ ի հաճո իրենց ամուսնուն։ Եթե մեր տղամարդը իր համար մենք կարևոր ենք ու արժեք ենք ներկայացնում, ինքը կնայի քեզ ու կասի, գիտես, ես քեզ շատ եմ սիրում, բայց ժամանակը չի քեզնով զբաղվես։ То есть ինքը սիգնալ է տալի քեզ, որ քեզնով զբաղվես։ Իմ ամուսինը ինձ ասել է, ինչի՞ չէ որ։ Բայց ես հետի չեմ նայում որպես ագրեսիա ինձ նախատում է, ես ասում եմ, մերսի որ ասեցիր։ Դա բայց մարդը այսպեսին է սիրում։ Կարա լրի տղամարդը։ Մի հատ հարց։ Իսկ ոնց դուք կբնորոշեք այն կնոջը, որ ինքը ամեն տեսակ զրկանքների գնում է հանուն տղամարդու։ Այդ դա կոչվում է զոհ։ Չէ, բայց այդ աստիճան։ Այո, քիչ գիտենք հայ կանայք, որ զոհ են։ Քիչ գիտենք։ Դա մեծ ցածր ինքնագնահատականն է։ Ցածր ինքնագնահատականն է։ Ինքնասիրության բացակայությունն է։ Այսինքն իրենք ամբողջ կյանքը դաստիարակվում են, ամուսնանում են, ու սկսում է արդեն ամուսինը դաստիարակել Այո, դուք շատ ճիշտ ասեցիք, դաստիարակել։ Դաստիարակել, ուրիշ ոչ մի խոսք չես ասի։ Ու նույն երեխան այդ նույն ընտանիքում կմեծանա այդ մթնոլորտում, որ իր մամային սովորացնում են։ Ու ինքը երբևիցե իր մամային լուրջ չի նայի։ Այսինքն իր մամայի ոչ մի արարքին լուրջ չի նայի։ Այլ այդ Այդ աղջիկը զրկանքները ես ոնց չգիտեմ, իմ շրջապատում կան մարդիկ, որ լավ ընտանիք են, բայց շատ մեծ զրկանքներով են ապրում, որը ես ուղղակի չեմ պատկերացնում։ Իրանց ընտրությունը Բայց իրենք դրանից վատ են զգում։ տեսեք, կա երանգյունի։ Ուղղակի պայքարելու ասում են ձև չկա, տարբերակներ չկան Չէ, վատ չեն զգում, հավատացեք, դա ուղղակի դա իրենց հարմար է։ Հարմարության համար է։ Կա երանգյունի կարգմանի, որտեղ կա զոհ, զոհին հարկավոր է փրկարար, հա, եւ իհարկե ագրեսոր։ Փրկարարին չեն լսում։ Երբ որ չեն լսում, փրկարարը դառնում է ագրեսոր։ Հենց ագրեսոր դառավ, զոհը ասում է, տեսա դու ինչ կարացար փրկես։ Տեսա ես ինչ մեղք եմ։ Բա պետք է դուք չլինեք ուրիշն է հայտնվելով, որ պետք է իրան խղճա այնքան, մինչև ուզում է հանի։ Բայց տենում ես իմս ուրիշ է, այդ քո նման չի։ Դրա համար երբեք զոհին, այո, իրանց մոտ այդ ծրագիրն է, որ ես զոհ եմ, աշխարհը պետք է ինձ ծառայի, ինձ պետք է խղճան, ես դրանից դեֆոմին եմ ստանում։ Հանուն ընտանիքի եմ անում։ Ապրի ամբողջ կյանքում դեսպոտ կարգավիճակ։ Ծեծվել են ինքը հանուն երեխաների է մնում, բայց հիմա շատ ինձ թվում է շատ քիչ։ Ձեզ թվում է շատ քիչ Ձեզ ուղղակի կանայք, ամուսինը տունը ծեծում է, ինքը մի շաբաթ անհայտ կորում է, հետո հայտնվում է իբր իր ամուսին ամենահրեշտակն է, ասում եմ ինչի՞ ես տենց պահում քեզ։ Չէ որ դա քեզ ցավ է տալի։ Ասում է ես հասկանում եմ դու շատ ճիշտ ես անում, բայց ես չեմ կարող իրան թողեմ։ Ես իրանից կախված եմ։ Ասում եմ խնդիր չկա, արի մասնագետի դիմենք։ Ինձ հետ չես կարող, արի ուրիշ մեկի դիմենք։ Բայց աշխատի քո վրա, դու ես քո երեխաները մեծանում են, տեսնելով ոնց են քեզ տունը ծեծում։ Ստորացնում։ Ստացվում է դուք դրծում եք որպեսզի նա բաժանվի, այսպես։ Այդպես է դուրս գալ իր մտածելով, իր անկալման հետ։ Ուղիղ առումով եք ասում։ Այո, անկալման նույնպես ես ցանկանում եմ, որ ինքը բաժանվի, բայց որպես կներեք փորձագետ, կա այդպիսի փորձ, որ ձեր միջնորդությամբ կինը իր մտածելակերպը փոխի ու կարողանա ամուսնուն դարձի բերել։ Այո։ Լինում են այդպիսի բաներ։ Մեկը ես, ինչու՞ չէ, որ սեփական փորձով ելնելով,
ու գումարած այն կանայք, ում հետ ես աշխատում եմ։ Մենք լսեցինք սիրուհու կարգավիճակները ու օրինակ աշխատել եմ կանանց հետ, ովքեր եղել են սիրուհու կարգավիճակում են։ Միանշանակ տղամարդը գնում է երկրորդ անձամանգալի, եթե չունի էմոցիա, եթե իրան չեն տալ մեջ չի ստանում էմոցիա։ Եթե չկա այդ ճանաչումը իրան, ինքը կգնա, կգտնի մեկին, դա բնազդաբար է լինում, ով որտեղից կստանա։ Հա, լինում է։ Բնազդաբար է լինում։ Իսկ եթե կինը մի փակ կանգնի ու ասի՝ «Մի րոպե, լավ, օքեյ, գնաց։ Բռնեմ, խայտառակ անեմ, խնդիր չկա, համայն աշխարհ ինքից դավաճանել է, քարը գցեմ վրան, երեխեքին առնեմ, հպարտ քաղաքացի եմ, դժբախտ մայր եմ, մենակ ով»։ Այս աշխատանքն աշխատանք չի։ Okay, այդ պագոնները դրեցի բաժանված կնոջ։ Հզոր մոր կերպարը վերցրեցին Մայր Հայաստանին, ես եմ որ կամ։ Հետո ինչ ես անել։ Լիքը դժվարություններ։ Հարց, կնկինը դրա համար է ստեղծված։ Բայց սիրելու, չավարտվեց ի վերջո, սիրվելու, գտնելու նույն ձև մեկին, ով որ իրան նույն ձև վերաբերեն, որտեվ ինքը դասը չքաղեց, ինքը չփոխվեց։ Երբ որ կինը հասի, օքեյ, իսկ ինքը չի կարողանում օրինակի համար փոխել ամուսնուն։ որովհետև ինքը իր սեփական սցենարով է փորձում անել, ինքը չունի օրինակ իր կողքը, ով որ կարի ասի, գիտես, արի սենց արա։ Բայց երբ որ մարդը գալիս ասում են ազելի, սենց իրավիճակ է, ասում եմ, ինչ ենք անում, մեր առաջադրանքը որն է, ուզում ես բաժանվել, թե ուզում ես ընտանիքդ պահել, ասում ուզում եմ ընտանիքս պահել, ասում խնդիր չկա։ Ու գնաց մեր նպատակն ընտանիքը պահպանել։ Հասկացանք, որ կինը գրեթե ամեն ինչի ընդունակ է հանում։ Այո, տղամարդ ոչ թե հանուն սիրո, տղամարդ իհարկե մենք կանանց մի ամսակում ենք այս նույնը ինչի է ընդունակ տղամարդ։ Այն ինչը որ կինը կուզենա, տղամարդ իր համար կանի։ Ինչը որ ուզենա, այն որ ասում է, այն որ տղամարդը ասում է, քո համար աշխարհ շուրջ կտամ, դա խոսք չի։ Այո։ Կբերի, եթե դու ոչ թե ոչ, սերը ուրիշ լավն է։ Կարա լինի ուրիշի համար անի, տվյալ կնոջ համար չանի, էդ էլ կա։ Դե այն կողմն է թեքված բոլոր ստացվում։ Որովհետև որտեղ որ գնաց ստացավ էմոցիան, հա, այդ ֆիզիոլոգիայի մասին է։ Չէ, ֆիզիոլոգիայի մասին եթե նայենք, ինքը կարող է գնա կողք իր հարցերը լուծի, գատուն գնա ստրիփ կլաբ, տեսնի հաճույք ստանա, գա, եկեք չխառնենք մեկը մյուսի հետ, ֆիզիոլոգիայի։ Այդ ձեր ասած որ գնան որտեղ հաճույք ստանան կան, տղամարդը պիտի առավոտյան զարթնի ու տանը հաճույք ստանա, ոչ թե նա պիտի չտեսնի հողաթափերով ու խալաթով չհարդարված չխնամված ոչ թե չտեսնի ու թողեք կանայք ընդհանրապես չբողոքեն, որ իրենց ամուսինները դրսում ուզում են գնալ ու հաճույք ստանան։ Եթե դու քեզ սիրում ես, դու ունես էթիկա, քո անձի նկատմամբ, ով եմ ես ինձ ոնց եմ սիրում։ Եթե դու այդ տղամարդուն դու մինչև ամուսնանալ տես գզգզած գնայր, թող այդ տղամարդը մտածեր քո հետ կամուսնանալ, թե չէ։ Անգամ ներողություն ամուսնանալուց առաջ մայրս խորհուրդ տվեց, որ կինը մազերը չի ներկի ամուսնու ներկայությամբ։ Անգամ կան այնքան մանր բաներ, որ անգամ դու պիտի չգիտեմ, ես ներողություն եմ խնդրում, պիտի բայց շատ չանես համարկանց հետ զրուցելուց, որ ասում ես, նայ, կինը հրաշալի է, գեղեցկուհի է, չնաշխարհիկ է, խնամված է, հագնված է, ասում է, ում է պետք տղամարդը, եթե անկողնում զրո է։ Տղամարդի շփման մասին է խոսքը։ Եկ դա գեղեցկուհի է, խնամված է, բայց հասկանալի։ Օրինակ կամ չի հասնում նրան, կնոջ մասին է խոսքը գնում, թե տղամարդու պահանջը, բայց նորից ճակերտավոր։ Գեղեցկուհի է, խնամված է, բայց այստեղ տակտիլային այդպես շփումը, շատ ճիշտ եք ասում, կողմնային հարաբերությունը, որը շատ կարևոր է։ Այո, շատ կարևոր է։ Ոչ միայն տղամարդու, կնոջ համար է, ինչ է, բացառորդ կնոջ համար է, կնոջ համար էլ է դա կարևոր։ Եթե կինը սուս փուս մնում է ու ձեն չի, անչին իր համար կարևոր չի։ Այդպես ո՞նց է կարևոր։ Տեսեք, կնոջ կա տեսակ թակուհի ու կա թակուհին, որ ասում է մինուսի մեջ։ Լավ, ես թակուհի եմ, նայում ենք այդ ձեր ասածով տիկնիկ են, որ տանես պահես, բայց էմոցիան զրո, լիբիդոն զրո, որտեղ նման կնոջը մեծացրել են ամոթի մեջ։ Աղջկան առհասարակ թե կլինի աղջիկ, թե կլինի տղա, մինչև 1 տարեկան մեր մյուս մի համակարգն զարգանում է ռեպտիլային ուղեղը, 1 տարեկանից մինչև 4-5 տարեկան մեր լիմբիկ համակարգը եւ դրանից հետո արդեն գալիս է նեոկորտեսը, որը մեր ստեղծագործական, ովքեր երեխաներ ունեն, կարան ասեն այդ 5 տարեկանում աղջիկը մի քիչ թիթիզավայի հարցերը շատ է տալի տղամարդու մասին, ամոթ այդ ինչ հարց ես տալի։
Խիա ամոթ, պապային է պիտի հասա։ Այդ որտեղ։ Սիրում է, ամոթ չես անում, աղջիկ փոքր երեխայից ինչից ես խոսում, բայց ինչա, այսինքն գնաց, ինքը դա ինչ ամոթ հաս ու գնաց, ներսը բլոկավորում են երեխային ու իր համար ամուսնու հետ քննարկել, որ իրան այդ դիրքը դուր չի գալի, այն ձևը դուր չի գալի, ամոթ է։ Հարց։ Այդ տղամարդն էլ իր հերթին ամոթների կծիկ է, որտեղ իր ծրագրերի վրա իր նման մեկը ինչ որ բան չի ստանում, տանը մյուսը փորձում դա գտնել ուրիշ տեղ ու գնում է ու քանի որ կա ընտանեկան հայկական արժեքներ, ավանդույթներ, բաժանությունը դա ամոթ է, մնում են իրար հետ, այո, հարամը ամեն ինչ, բայց պահել, Արդեն դավաճանը արդեն սերը չկա, եկել որ դիմանա, ապրես, կյանքն եկել որ դիմանա, Արդեն դավաճանը դիմանալը չի կարելի ապրել, ոչ մի պարագայում։ դրա համար երբ որ իմ մոտ գալիս են այդքեր, ընկերուհիս, քույրս, չգիտեմ, հարևանս, երբևիցե չեմ ասի, որ պետքա դիմանալ։ Պետք է չդիմանալ։ Պետք է ապրել։ Պետք է վերլուծել մասնագետներ ինչի համար են։ Կա խնդիր, կա լուծում։ Գնացեք։ Ես հոգեկան հիվանդ չեմ գնամ։ Հոգեբանը բացում է քո սիրտը։ Քո սիրտը այն հարցերը, որի պատասխանը դու քո ծնողի չես կարող քննարկել։ Մեր դարում դա շատ ակտուալ է, շատ լինում են որ հարաժեշտ է։ կնոջ ամուսնուն հրավիրեք հետո ձեզ մոտ։ Անպայման, եթե ես աշխատում եմ ընտանիքի հետ, աշխատում եմ ու երբեմն ասում եմ կարող է այնպես լինի, որ կնոջդ էլ կամ տղամարդ ամուսնուդ էլ հրավիրենք, տեղյակ բայ որ դու գալիս ես, որտեղ մենք ընտանիք ենք վերականգնում։ Եթե տղամարդը չի ուզում, ասում է չէ, ինձ պետք չէ, դու ինչ ուզում ես արա, մենք փորձում ենք միակողմանի, բայց եթե տղամարդը իրանն է, բնությունից իրոք իր կեսն է, իր համար էր տղամարդն էլ է սկսում փոխվել։ Բայց միևնույն է աշխատում եք։ Մենակ կնոջ հետ աշխատելով լինում է մյուսն էլ է փոխվում։ Եթե իրան իսկապես իրար են, որտեվ երբեմն լինում է այնպես, որ տղամարդը վիրավորանքից ինադու բաներ անում, հա, տղամարդուն տես բաներ, դե որտեղից ասել չեմ գա, չեմ անի։ Բայց վիրավորանքի։ Կարևոր է, էլի, այս ամեն ինչը եթե ընդ կտրտվի, սա ամեն դեպքում դիտա։ Չէ։ Նորից հանուն սիրո կանանց դրդապատճառներից մեկի մասին եմ ուզում խոսեմ, աղջիկներ, կանայք եւ տարիքով եւ երիտասարդ հանուն տղամարդու մեծ գումարներ են բարկով վերցնում, մեծ վերներ են առնում, իրենց զրկան կրելով, իրենց բնակարանը կարող է զոհաբերում են, վաճառեն, որպիսի դիմացինին հագուրտ տան, այ կրվեց, տանուր տվեց, հանուն սիրո, հանուն սիրո, արժի նման։ Դա հանուն սիրո չի, այդ ծրագիրը իրանք որտեղից են վերցրել, որ իր տան մեջ իր մաման պապայի պարտքերը փակել է, մաման պապայի համար սաղ արել է, ինքը հետի գիտի դա նորմա է, իր նորմերն է, իր սովորությունները։ Դրա համար երբ որ նման կինը իրան գալիս է իր պապայի նման կերպար, որին ինքը պետք է ապացուցի, փրկիչ լինի այստեղ, դրա համար իրան գնում են փրկելու։ Ու լիքն են կզուտ ֆինանսական իմաստ։ Եթե չես անում, այո, հետո ասում եմ, չես սիրում, դու հանունից պատրաստ չես։ Այո, մանիպուլյացիա է անում, մանիպուլյացիա։ Դրա համար հարց իմ կյանքում օրինակ ինչ-որ մեկը գա, ընկերուհի էլ ով ուզում է լինի, ասի իմ համար կարես, ոչ։ Ինչու՞, որովհետև, ոչ։ Կարճ կոնկրետ, ուզում է իմ հետ չխոսա, ուզում է իմ հետ խոսա։ Դա սիրո հետ ընդհանրապես կապ չունի, դա իմ անձնական վերաբերմունքն է, որտեղ տեսեք, ֆինանսը ինքը էներգիա է։ Երբ որ ես գնում եմ իր համար, օրինակ, չեմ իր ամպրելակերպ ճանաչում, վերցնում եմ գումարը, իմ էներգիայով տալիս եմ իրան, վերցրու։ Ես իրան ինչ եմ ցանկանում։ Իմ մեջ կամ եթե կա բավոր չտա, նայեք մտքերս, բավոր խափի, բավոր գցի, ես վստահ չեմ։ Ու դա այդպես է լինում։ Ու տենց է լինում է։ Դրա համար, եթե իմ մեջ կա հիմա իմ ընտանիք է, չէ՞, ամուսնուս է 10 հատ վարգ վեկալի, 10 հատին ես կողմ եմ, որտեվ երկուսով ենք այդ թեմայի մեջ, երկուսով ենք դա անում։ Իսկ ուրիշ մեկին, ով որ ես չեմ ճանաչում, ու ես տենում եմ իր ապրելակերպով, ինքը անվստահ մարդ է, մեկ կա, մեկ չկա։ Ես տալով գիտեմ պարտված եմ։ Չէ, վստահության դեպքում Շնորհիվ Նազելի, ինչպես միշտ մենք ունեցանք կոնսենսուս, ունեցանք ճիշտ պատասխաններ եւ շնորհակալ ենք։ Հակակշիռ, այո, եւ բացահայտում ամեն դեպքում։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք եւ բոլորիս միամսյա կշնորհավոր սիրելի կանայք։ Թող մեր կյանքը ինքնաբավ լինի։ շնորհավոր, ինքնաբավ։
յուրաքանչյուր օր ավարտվի ու մենք հասկանանք մենք ինչքան սիրված ենք։ Դա ամենակարևորն է։ Կեցեն մեր այուհիները։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթ։ Հրավերի համար։ Հրավերի համար շնորհակալություն։ Կհանդիպենք Լավ, համար։